Տարբերությունների մասին հասկանալու համար, քանի որ ես տենց հստակ չգիտեմ գրողը կին է թե տղամարդ, ես երկու սերերի հետ կապված էլ որոշակի նշումներ անեմ, որպեսզի ընդհանուր պատկերացումը պարզ լինի, հա։ Կանանց սեռական ֆունկցիան վերականգնելու համար խոսքը վերաբերում է դաշտանադադարից հետո կլիմաքսից 50-ից բարձր տարիքում առանձնակի շատ գործողությունների պլան չունենք որպես այդպիսին, եթե ամեն ինչ բնականon ընթացքով է գնում եւ այլն, արտասովոր ինչ-որ խնդիրներ չկան, միակ հարցը, որի հետ մենք բախվում ենք, դա հեշտոցի չորությունն է, որը ինքնըստինքյան դժվարություններ է ներկայացում սեռական հարաբերությունների իրականացման պարագայում, բայց այդ խնդիրն այսօրվա դրությամբ լուծելի խնդիր է, քանի որ կան տեղային օգտագործման էստրոգենային պրեպարատներ, ապլիկատորների ձևով, քսուկների ձևով, որոնք կինը կարող է քսել հեշտոցի հատվածում եւ ապահովել այդպիսով բնականon խոնավությունը։ Ինչպես նաև պարզ եւ հասարակ միջոց կա լյուբրիգելների օգտագործումը հարաբերությունից առաջ, որը նպաստում է զուտ հեշտոցի խոնավացմանը։ Իրականում ինչի համար են պես այս գործողությունները, քանի որ եթե հեշտոցը չոր է, ապա հարաբերությունները կլինեն տհաճ որպես այդպիսին եւ հաճախակի կրկնվող տհաճ հարաբերությունները իրականում կարող են բերել սեռական դիսֆունկցիաների առաջացմանը։ Ինչ վերաբերվում է տղամարդկանց, ապա այս դեպքում կարծում եմ անելիքները ավելի շատ են, քանի որ 50-ից բարձր տարիքում մենք առնչվում ենք անդրոգենային դեֆիցիտի հետ, անդրոգենային դեֆիցիտը դա տեստոստերոնի քանակի նվազումն է, որը անմիջականորեն անդրադառնում է տղամարդու սեքսուալ ֆունկցիայի վրա։ Եթե հորմոնալ փոփոխությունները որպես այդպիսին կնոջ սեքսուալ ֆունկցիայի վրա անդրադարձը այդքան կտրուկ չէ, ապա տղամարդկան սեքսուալ ֆունկցիայի վրա միանգամից անդրադարձը երևում է։ Քանի որ տղամարդկանց մոտ տեստոստերոնային դեֆիցիտը բերում է սեռական ցանկության նվազմանը, ինչպես նաև էրեկցիայի որակի վատացմանը։ Իսկ ինչպես բոլորս գիտենք, տղամարդիկ իրականում նմանատիպ խնդիրները շատ ավելի ծանր են տանում եւ ֆիզիկապես եւ հոգեպես, այդ իսկ պատճառով կորեկցիան այս պարագայում պարտադիր է։ Եթե սեռական դիսֆունկցիա ունեցող կինը ինչ-որ միտեղ, ինչ-որ մի հանգամանքներում կարող է հարմարվել իր սեքսուալ դիսֆունկցիայի հետ եւ ապրել, չհամարելով, որ դա իր կյանքի որակի վրա բացասական է անդրադառնում, ապա տղամարդիկ հիմնականում չեն հարմարվում, դիմում են բժշկի, փորձում են գտնել այդ հարցի լուծման տարբերակները։ 50-ից բարձրը նույնպես տարիք է, տարիք, որտեղ մարդը շարունակում է համտեսել կյանքի բարիքները եւ կյանքի հաճույքներից ուզում է օգտվել, իսկ հաճույքներից ամենագլխավոր հաճույքը դա սեքսի հաճույքն է։ Իհարկե պետք է զբաղվել այս տարիքով եւ պետք է հնարավորության սահմաններում վերականգնել սեռական կյանքի առանձնահատկությունները։